Պարոն Միքայելյան, ընդհանուր առմամբ նաև մյուս անդամները փաստացի Փաշինյանը Եվրոպայում տարբեր հարթակներ օգտագործեց եւս մեկ անգամ ցույց տալու, որ այստեղ ամենևին խոսքը ընդդիմության մասին չէ, այլ դրսի ազդեցության տակ գտնվող քաղաքացիների, որոնք ընդդիմանում են խաղաղության օրակարգերին։ Եվ փաստացի այն հեռանկարն է ուրվագծվում, որ այո, հնարավոր է նաև ինչպես Մոլդովայում, այնպես էլ Հայաստանում, ինչ որ պահի ականատես լինենք հիբրիդային գործակալների այսպես կոչված որսի։ Ինչպես է պատրաստվում հակադարձել այս Գիտեք, ես պատասխանեմ այսպես. մեզ ոչ ոք ու ոչինչ չի կարող կանգնեցնել։ Սա հերթական ընտրությունները չի, հարգելի լրագրողներ, հարգելի ժողովուրդ։ Սա հայ ինքնության ընտրություններն են։ Մենք հունիսի 7-ին ոչ թե ընտրելու ենք Հայաստանի Հանրապետության հերթական ազգային ժողովի պատգամավորներին, այլ մենք ընտրելու ենք լինելու է Հայաստան ինքնիշխան, թե ոչ։ Փաշինյանն էլ այդպես ասում, եթե մենք Փաշինյանը շատ բան է ասում։ Չի լինի Հայաստան, մենք այն ջրբաժանին ենք, որտեղ այո պետք է միասնականություն դրսևորենք եւ Ես դադարել եմ Փաշինյանի ինչ որ մի խոսքին հավատալուց, որովհետեւ չկա մեկ խոսք, գեթ մեկ խոսք, որ նա ասել է ու տերը եղել իր խոսքին։ Նա ամեն ինչը կեղծում է, ամեն ինչը մանիպուլացնում է ու ամեն ինչը ուղղակի օգտագործելով որպես PR գործիքներ փորձում է իր աթոռը պահել, բայց հայ ժողովուրդը վստահաբար հասկանում է այդ ամեն ինչը ու հայ ժողովուրդը թույլ չի տա հերթական ու վերջնական անգամ կործանել Հայաստանի Հանրապետությունը։ Դրանում ես վստահ եմ առավել քան եւս։ Այսօր երեկոյան ինչ սպասելիքներ ունեք դատական process-ից։ Մենք հույս ունենք, որ այսօր երեկոյան այս հեռախոսով Փաշինյանը լայվ կմտնի ու կասի, որ այսօրվանից սկսած բոլոր դատավորները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակներում եւ բանի տեղ չդնեն իր ասածները։ Երեք Նիկոլ Փաշինյանը ուղիղ ասաց, որ իր ցուցումով է Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենը ազատման դիմում գրել եւ նշեց, որ նրա գործողությունը JD-Press-ին իր նվիրելը սադրիչ է։ Հնարավոր համարում եք, որ օրինակ դատավորներն էլ մտավախություններ ունեն, որ նրա ուղիղ ցուցումով գուցե աշխատանքից ազատվեն, եթե օրինակ տնային կալանքը փոխեն եւ ավելի մեծ խափանման միջոց կիրառեն կամ առհասարակ խափանման միջոց չկիրառեն։ Ուրեմն ասեմ այսպես, արդեն շատ վաղուց Նիկոլ Փաշինյանը դադարել է Հայաստանի Հանրապետությունում սպասարկել հայ ժողովրդի շահերը։ Նա իրավունք չունի խոսելու հայ ժողովրդի անունից ընդհանրապես։ Իսկ Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենի աշխատանքից ազատումը մեկ անգամ եւս փաստում է, որ նա սպասարկում է հարևան երկրի շահերը Հայաստանի Հանրապետությունում։ Կարող են վախենալ դատավորները դրա համար Բնականաբար կարող են վախենալ, բայց ես խորհուրդ չեմ տալիս ոչ մեկից լավ ինչից վախենալ հայ մնալուց, դրանից վախենալ, աշխատավարձն ավելի կարևոր է, քան քո ինքնությունն է։ Եթե այդպես է, իսեր ասա, թող գնան հարևան պետություններում ապրեն։ Ես բան չունեմ ասելու, բայց այստեղ մեր ինքնության հարցն է, ժողովուրդ ջան, բերեք հասկանանք։ Ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որ հասկանանք, որ նա սպասարկում է թշնամու շահերը։ Ինչ։ Կա էլ մնացել է նման բան։ Պարոն Միքայելյան, իշխանության տարբեր ներկայացուցիչներ, ԿՊԱ-կաններ մտավախություն են հայտնում, որ ուժեղ Հայաստանի իշխանության գալու դեպքում խաղաղության գործընթացը կվիժեցվի, ամերիկյան ներդրումները կչեղարկվեն, տեղին են մտահոգությունները եւ ինչպես կարձագանքել։ Բնականաբար տեղին չեն, ինչ ներդրումների մասին է խոսքը, ժողովուրդ ջան։ Այս իշխանությունները 8 տարվա մեջ կարող ասեք, որ մի ներդրում են բերել կամ ում կյանքում է բան փոխվել, ձեր կյանքում բան փոխվել է դրական։ Չկա 100,000 աշխատատեղ են բացել։ Հարությունյան ավելի լավ տունից ուսում են, այլի, որովհետև նրանց ասած ամեն ինչը սուտա ու կեղծիկ բառի բուն իմաստով։ Չկա ոչ մի հիմնավորում նրանց ասացի խաղաղությունը վիժեցնել, վկայի ներկայությամբ ստորագրել, բերեք հենց հիմա մենք իրար հետ կարող ենք մի փաստաթուղթ ստորագրել ու մեկին ասել արի որպես վկա ստորագրությունը դիր։ Արդյոք այդ վկան կրում է պատասխանատվություն։ Բնականաբար ոչ, վկան չի կրում պատասխանատվություն, իսկ երաշխավորը ունի պարտավորություն։ Մենք բերելու ենք երաշխավորված խաղաղություն։ Ուժեղ Հայաստանում լինելու է բացառապես երաշխավորված խաղաղություն, ու այդ երաշխավորները լինելու են ոչ մեկը, ոչ երկուսը։ Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը հայտարարության հանդես եկավ, ինձ հետ վերջին խոսքից ասաց, որ Ռուսաստանաբնակ եւ Բելարուսամետ օլիգարխները փորձում են հիմա Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։ Նիկոլ Փաշինյանը լավ կանի Հայաստանի անկախությունից չխոսա, որովհետև Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի հետ իմ
Ներքին համոզմամբ չունի ոչ մի կապ։ Նա սպասարկում է մեր հարևան երկրների շահերը։ Հայ ժողովրդի անունից նա իրավունք չունի խոսելու այլևս։ 86 օր մնաց ամենաշատը։ Շատ կներ Արեգային էլ լսենք, որ որպես Արցախի հանրապետության նաև ներկայացուցիչ, Արեգա, տեսանք, որ այո, միջազգային հարթակներում այս խոսույթը նաև ուղղված էր Արցախի հանրապետության էջը փակելու, վերջնականապես Ղարաբաղյան շարժումը փակելու մասին։ Դուք որպես արցախցի ինչ եք զգում այս պահին եւ այո, պետք է գաք այստեղ հարմարվեք այդ կոչը, ինչքանով է այսպես օբյեկտիվ ձեր պարագայում։ Երկրորդ հարցը ասել պետք է գան տեղավորվեն Հայաստանում, ոնց որ իրավիճակին այսպես համակերպեք, այդ էջը փակվի գնա։ նախ Արցախի էջը ոչ փակողը, ոչ բացողը չի կարող լինել ոչ մեկ անձ, ոչ մեկ կառավարություն, ոչ մեկ խմբակ։ Արցախը ամբողջ հայության համար ա եղել արժեք ու կա արժեք։ Դա մի մարդու որոշումով կամ մի կառավարության որոշումով չի կարող լինել։ Բոլոր հարցումներն են ցույց են տալիս, որ հայ ժողովրդի համար Արցախը շարունակում է մնալ արժեք, Արցախը շարունակում է մնալ ցավ։ Հետևաբար մի մարդու հայտարարությունները չեն կարող ազդել մի ամբողջ ազգի ճակատագրի վրա։ Դա առաջինը, իսկ երկրորդը ես ինձ համար անձամբ կարևոր եմ համարում են, որ արցախցիները մնան մայր Հայաստանում, որովհետև մենք կարողանանք ստեղծել այն բոլոր արժանապատիվ պայմանները, որպեսզի արցախցիները եւս մեկ անգամ չհայրենազրկվեն Հայաստանը լքելով արդեն գնալով ամբողջովին գնալով Հայաստանից։ Մենք պետք է կարողանանք ստեղծել այնպիսի պայմաններ եւ այդ պայմանները նաեւ ներառված են մեր ծրագրում Սամվել Կարապետյանի առաջարկած 300,000 աշխատատեղերի, բնակարանների, բիզնեսի արտոնությունների հետ կապված, որոնցից որ արցախցիները կարող են օգտվել եւ արժանավայել կյանք ապահովել Հայաստանում։ Սա մեզ համար գերակա խնդիր է, արցախցիների իրավունքների պաշտպանությունը, հիմնարար իրավունքների պաշտպանությունը։ Իսկ թե այն մի հոգով չի որոշվում ամբողջ մի ազգի ճակատագիրը։ Տեսանք օրինակ, որ Արցախյան հարցի վերաբերյալ անհանգստացող անձը, ով Արցախի հակամարտության վերաբերյալ գիրք նվիրեց ԱՄՆ փոխնախագահային, առանց աշխատանք մնաց։ Տեսեք, այո, դա ինչ-որ արտառոց դեպք չի այսօրվա Հայաստանում, որովհետև այսօր Հայաստանում այն ամենը, ինչ վերաբերում է հայկական արժեքներին, այն ամենը, ինչ որ վերաբերում է Հայաստանի հարատևությանը, դրանք հարձակումների եւ ասպատակությունների տակ են։ Այո, երբ որ մարդ խոսում է Արցախից, երբ որ մարդ գիրք է նվիրում Արցախի վերաբերյալ, նա ազատվում է աշխատանքից։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդու իրավունքների խախտում, մարդու ազատ խոսքի խախտում։ Հենց դրա համար ենք մենք այսօր այստեղ հավաքվել։ Հենց դրա համար ենք մենք այսօր այստեղ, որպեսզի այսօր Սամվել Կարապետյանն է, վաղը մեկ ուրիշն է, մյուս օրը մեկ ուրիշն է, որ սա վերածվելու մի մեծ շղթայի, որի որ վերջը արդեն չի երևում։ Մի օր պետք է սա դադարեցվի։ Մի լիդեր պետք է լինի, որ դուրս գա ու ասի, որ մենք համաձայն չենք այս ամենի հետ, որ մեր իրավունքները պետք է պաշտպանվեն։ Հենց դրա համար է այսօրվա մեր պիկետը, հենց դրա համար է մեր ամբողջ պայքարը, որ Հայաստանում հայը լինի հարգված ու արժանապատիվ։